Կուզեիր նորից Ռաֆոյի հետ համագործակցել։ Անկեղծ ասեմ, չէ։ Ոնց որ ես իմ գլխի տերն եմ այս դեպքում, էլի։ Շատերն են անում ստենդափեր, ովքեր որ հումորի ոլորտում են, այդ թվում նաև դու, մարդկանց ծիծաղեցնելն այդքան հեշտ է։ Մի հատ պերիոդ եկավ, որ ով քնից արտանում է, իրականում ստենդափ անում։ Վախում էի, որ կարող է շատ ստենդափ անողների մեջ կորել։ Մրցակցային է այն սիթքոմերը, որոնք որ դու ես նկարում եւ արդյոք էժան է։ Մինիմում 25-30 միլիոնից սկսվում է։ Դեռ կա այդ խնդիրը, որ քեզ չեն վստահում, այսպես ասած, լուրջ դերեր։ Մի հատ խնդրում եմ ինձ ասեք վերջին նկարահանած լուրջ գերարվեստական ֆիլմը։ Մկրտիչ Արզումանյանը այսօր նկարահանվում է տարբեր դրամատիկ նաև կերպարներում։ Հա, Այսինքն բայց- այդ խնդիրը որպես այդպեսին, որ եթե հումոր է արել, չենք կարող լուրջ դեր վստահել, չկա փաստացի։ Հա, դե փաստացի չկա, բայց դե հիմա ինչ չեն վստահում։ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր։ Ունքերս լավ է։ Միակ մազերն է, էլի, որ դզվում է։ Սանրում եմ նոր եմ դուրս գալի տանից։ Որ դուք էլ զգաք էլի այդ։ Հա, որ այդ հաճույքը ես վայելեմ։ Okay, որ դույով խոսենք, որ ավելի անմիջական։ Իհարկե։ Կարակ թքեք վրես ընթացքում։ Չէ, ուղտ չեմ կներեք։ Չէ, դրա համար չեմ ասում։ Ողջույն, դուք դիտում եք Breakpoint-ի հերթական էպիզոդը եւ այսօրվա իմ հյուրն է դերասան Անդրանիկ Հարությունյանը։ Ոնց եք Անդո։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Լավ, մերսի։ Ինձ հաճելի ռոմանտիկ բան է, դե տաղավար։ Տրամադրում է, չէ, անկեղծ զրույցին։ Իհարկե, ես միշտ եմ անկեղծ, բայց ամեն դեպքում այսօր կփորձեմ այն անկեղծության մասին, որի մասին չեմ խոսել այս ընթացքում, փորձենք Մենք հենց այսօր դա էլ ուզում ենք ստանալ։ փորձենք այսօր ստանանք։ Առաջարկում եմ նախ զանգենք ձեր մոտերի մարդկանց եւ տեսնենք իրենք ինչ գիտեն ձեր մասին, որ մենք չգիտենք։ Այսինքն լավ բան պետք է ասեն, թե վատ բան։ Դե ցանկալի է այն անկեղծ եւ քիչ հայտնի տեղեկությունը, որը կարող է նաեւ վատը լինել։ Հիմա կզանգահարեմ մեր իրանահայ ընկերոջը Արենին Սաֆարյան եւ կարծում եմ ինչ որ մի բան կպատմի։ Գնացինք։ Բարև ձեզ Արեն ջան։ Բարի օր, ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ։ Արեն ջան, մենք ուզում ենք Անդոյի մասին գաղտնազերծել են քիչ հայտնի տեղեկությունները, որ դուք գիտեք։ Շատ բաներ գիտեմ, բայց որ ասեմ ընտանիք խառնվի։ Մենք հենց չէ լավ, այդ չենք ուզում։ Խառնվի, Անդոյին խառնվի։ Սա խառնվի դա։ Չէ, բայց ինչ որ մի դրական կամ բացասական ինչ որ կետ, որը ցանկանում են լսել մեր աննան, ցանկանում են լսել։ Բացասական ասեմ, դուք պատկերացնում եք, որ Անդոն որ ջղայնանա, ինչ չափյա ջղայնանում, կարող եք պատկերացնել թե չէ։ Ապա Մի անգամ եմ տեսել, որ մի անգամ Անդոն ջղայնացել էր։ Ես իր ընկերը Զորոնց, ասենք 6-7 հոգի փախել ենք, տեղում չեն գելել։ Այդ չափյա ջղայնանում։ Բայց ինչ ա արել։ Բարիությունից, որ մի անգամից թեքվում է ջղայնանա, վտանգավոր մարդայել է։ Զգուշացնում եմ բոլորին։ Բայց Մենք արդեն վախենում ենք։ Արդեն վախի մտնոլորտում են հիմա ապրում։ Պայուսակից վերցնում եմ դուրս գամ։ Երկրի։ Բայց մի րոպե ինչ է կարել։ Ինչ եմ անում, Արեն, մի հատ հիշացնես ինձ Որ խոսում։ ղեկավարել ես, Չէ, որ ջղայնանում եմ, ինչ եմ անում։ ինչքան է բոյը տանդո։ 1.70 քանից ինչ որ տենց։ Լումա 2.70։ Ես կարծում եմ բավական է, հա, թե չէ։ Ոչինչ չասեց մեզ։ Բայց ոչինչ չասեցիր, Արեն ջան, դու մեզ։ Հենց այս հեռախոս համարում զանգեմ։ Հա, այս համարով զանգեք Աննան է վերցնելու։ Հիմա թողում եմ իր մոտ էլի հեռախոսս։ Շո, շնորհակալություն Արեն ջան։ Անցնենք մեր հիմնական զրույցին Անդո։ Քո մասին խոսելիս միշտ ասում են, որ Անդոն, Անդո Ռաֆոյի Անդոն, այդ հիշատակումից դուրս դժվար է գալ։ Վաղուց ենք դուրս եկել այդ հիշատակումից, որովհետև ինձ արդեն որպես Անդրանիկ Հարությունյան եւ Անդո գիտեն, որովհետև Բայց այն որ դուրս հստակ ենք պետք է իմանանք, որ Անդրանիկ Հարությունյանն է, միշտ ասում են Անդո Ռաֆոյի Անդոն։ Դե նայեք հիմա, հա, կա նման բան, բայց ժամանակին եթե այդպես էին ասում, հիմա եթե երկար ժամանակ ասինքն առանձին ենք աշխատում, որպես Անդրանիկ Հարությունյան, որ ենթադրենք որ զանգում եմ ինչ որ մեկին, ասում եմ, հարցնում են ով է, ասում եմ Անդոն, ասում եմ որ Անդոն, ասում եմ դերասան։ Այդ չեմ ասում Անդոն Ռաֆոյի Անդոն։ Առաջ ասում էիք։ Առաջ ասում էինք, հա, նորմալ էր։ Հիմա էլ որ ասենք էլի նորմալ է։ Կամ որ ասում եմ դերասան Անդոն արդեն պատկերացնում են, որովհետև շատ քիչ կա Անդո դերասան։ Չկա չէ, եթե չեմ սխալվում, դեռ մի երկու հոգի կան, հա, դու դերասան չես, դու օպերատոր ես, զզվում եմ քեզնից, թե ես քո հետ ամուսնացած արում, հա։ Մի խոսքով, հա, ու նեղվելու էլ չի, որ այդպես է, որտեղ այդպես է եղել։
շատ զույգեր են եղել, որ մինչև այսօր այդ զույգերին այդպես անվանական կապած իրար ոնց որ անուններով են հիշում։ Այդ զույգերից, քանի որ հեռուստազույգերից խոսք գնաց, մեզ մոտ հեռուստազույգերը միշտ վերջում բաժանվում են։ Ինչի ըստ ձեզ լավ չի ստացվում այդ ամուսինները Չէ, հեռուստազույգերը։ Նայեք, բաժանումները մշտապես կամ հետաքրքիր են լինում, կամ անհետաքրքիր։ Օրինակ մեր մոտ բաժանումը հետաքրքիր եղավ։ Բաժանում ասվածը չենք բաժանվել եւ չենք աշխատում։ Չէ, պարզապես հիմա երկու անձ ենք, երկուսս էլ տարբեր ինչ որ նույն ոլորտում տարբեր ինչ որ բաներով ենք զբաղվում, դրա համար չենք գործանում էլ իրար հետ։ Բայց որ ասեմ այդպես կռված ենք կամ չգիտեմ ինչ, չէ, պարզապես գործ չենք անում միասին։ Դժվար է ինչ-որ փուլից, երբ որ երկուսն էլ կայանում են, շարունակել էլի միասին հանդես գալ առհասարակ։ Այսինքն այս փուլից հետո նորից միասին հանդես գալու մասին եք ասում։ Այն նման ցանկություն ունես։ Կուզեիր նորից Ռաֆոյի հետ համագործակցել։ Անկեղծ ասեմ, չէ։ Որովհետև այսպես ավելի ոնց ասեմ, ոնց որ ես իմ գլխի տերն եմ այս դեպքում, էլի։ Էլ ուրիշ մարդ չկա, որի մասին տենց հոգ տանենք մեկս մյուսի մասին, մտածենք։ Հիմա ինչու՞ չէ, եթե ժամանակ առ ժամանակ ինչ-որ խնդիր լինի, որ միասին պետք է աշխատենք, միանշանակ իհարկե կուզեմ։ Բայց որ տենց հենց հիմա ասենց արթնացել եմ քնեցս ու ասեմ, չէ, այսօր գնամ Ռաֆոյի հետ աշխատեմ, չէ, այդպես չի։ Մի խոսքով չէ, ցանկություն կա, հնարավոր է, որ ժամանակ առ ժամանակ լինի ցանկություն աշխատելու միասին, բայց չկա դեռ այդ ցանկությունը։ Անդո, ո՞րն է վերջին տարիների քո կյանքի շրջադարձային կետը։ Այ, վերջի տարիներին 5 տարի առաջ երեխաս ծնվեց, երկրորդ, այդ է եղել ինձ թվում ամենահետաքրքիր կետերից մեկը։ Դրանից հետո դեռ հլավոր կետ չի եղել հետաքրքիր։ Իսկ աշխատանքային։ Վերջի շրջանում իմ ամենաշրջադարձային կետը, դա ամենահետաքրքիր կետերից մեկը, դա բացի երեխայի լուսաշխարհակալուց 5 տարի առաջ, դա իմ վերջի 1 տարվա ընթացքում իմ միակ մոնոներկայացումը արեցի, անդորագիր ներկայացումը, որը որ մինչև այսօր խաղում եմ Բոհեմ թատրոնում եւ հիմա արդեն Հայաստանով շրջագայություն եմ անում։ Այ քանի որ ստենդափերից ենք խոսում, հիմա բոլորը շատերն են անում ստենդափեր, ովքեր որ հումորի ոլորտում են, այդ թվում նաև դու, մարդկանց ծիծաղեցնելն այդքան հեշտ է։ Չէ, իհարկե չէ, շատ դժվար է։ Մարդկանց լացացնելը այսօր ավելի հեշտ է, քան ծիծաղեցնելը։ Իրականում շատ բարդ է եւ դժվար։ Իսկ լացացնելը շատ հեշտ է եւ այն դրամատիկ ներկայացումներ կան, մարդիկ գնում են, օրինակ ես շատ եմ սիրում այդ տեսակ։ Որովհետեւ տպավորություն է, որ իսկապես ով որոշի, որ ստենդափ է ուզում անել, կարող է անել դա, որովհետեւ հասանելի է շատ դարձել։ Չէ, չեմ կարծում այդպես է։ Օրինակ ես էլ էի ժամանակին վախում անեի ստենդափ։ Նախ վախում էի, որ ոչ թե չեմ կարող անել, այլ վախում էի, որ կարողա շատ ստենդափ անողների մեջ կորեմ, կոպիտ ասած, բայց պարզվեց, որ չէ, կարելի է անել ու ամեն մեկը չի, որ կարող է անել ստենդափ, ու մոնոներկայացում ստենդափ չեմ կարող ասել, որովհետև նա մոնոներկայացում է, ստենդափը երևի պատկերացնում եք մի հատ միկրոֆոն է կանգնած, դիմացը խոսում են, բայց մոնոներկայացումը, որ շարժ կա բեմի վրա ինչ-որ բաներ ցույց տալիս բան, մոնոներկայացում Ամեն դեպքում ժանրը միշտ տենց նմանեցնում են ու Դե հա, ասում են ստենդափ մոնոներկայացում, սենց են իրար բանանում, կցում նախադասությունները, բայց այնուամենայնիվ ես արեցի գոհ եմ։ Որ պահից հասկացար, որ այ ես էլ կարող եմ եւ պատրաստ եմ։ Իրականում երբ միշտ մտածել եմ, որ չի ուզում անեի։ Միշտ իմ մտքում եղել է որ չանեմ, որովհետև միշտ այս հարցի պատասխանը հետեւյալն է, եթե գիշեք 90-ականներին բենզակալոնկաները սենց մետր դրվում էին, հիշում եք։ Հետո դրանից հետո 90-ականներին ես փոքրիկ էի։ Մի խոսքով կհիշեն երևի։ 90-ականներին սենց մետրի վրա բենզակալոնկաներ էին, բուտկաներ էին։ Սեղանիկներ էին դրված իրար կողք, այնտեղ բան կար։ Հետո դրանից հետո ով շուտ արթնանում էր, երգիչ էր դառնում։ Հետո մի հատ պերիոդ եկավ, որ ով քնից արթնանում է, իրականում ստենդափ է անում։ Ես մտածեցի, որ չանեմ, չընկնեմ այդ բենզակալոնկաների այդ բուտկաների այդ, չգիտեմ, այդ բաների արանքում։ Հետո անկեղծ որ ասեմ մաղվեց։ Շատ-շատերը դուրս եկան այդ ստենդափ ոճից, այսինքն այդ ներկայացումները, այդ նմանատիպ ներկայացումները չարեցին, որովհետև չաշխատեց իրանց մոտ։
Քչացավ ու սկսեցի, ես ինչու չնայև, ես էլ անեմ։ Քանի որ ձեր գործընկերներից շատերը եւս անում են ստենդափ կամ մոնո ներկայացումներ, ում հետ դուք ժամանակին աշխատել եք, նայում եք ձեր գործընկերների կամ այսպես ասած մրցակիցների ներկայացումները։ Ես ինձ, որ անկեղծ ասեմ, ոչ մեկին մրցակից չեմ համարում։ Ես անում եմ իմ աշխատանքը, իմ աչքը քաշած, իմ ընկերների հետ, իմ փոքրիկ թիմով անում ենք ստենդափ մոնո ներկայացումներ։ Ենթադրենք, հա, ամիսը օրինակ եմ ասում, աշխատում ենք X գումար, բավարարում ա մեզ, ավելի լավ է այդքանով բավարարվենք, շատ բան չանենք։ Ճիշտ է, շատ լինի, լավ է, բայց այն որ մրցակից չեմ համարում ու մրցակից համարեմ։ Անդո ո՞նց ես գնահատում այսօր հումորի որակ առհասարակ գոյություն ունեցող թե ստենդափ ներկայացումների մակարդակով կարող ենք դա գնահատել, թե նաև համացանցում այսօր շատ են բլոգերները, ովքեր որ կարճ սկեչային հումորներ են ներկայացնում։ Մշտապես կարելի է հումորը քննադատել, միշտ 90-ականներից սկսած, կարգին հաղորդումներով վերջացրած, մինչև այսօրվա հումորը։ Կարգին հաղորդումները մինչև այսօր չկա մի սկեչ, որ անցորդը, հեռուստադիտողը, ժողովրդի ցանկացած զանգված, դա լինի քաղաքական գործիչ, դա լինի դերասան, դա լինի ով ուզում է լինի, հարցնում են, որոշ մարդիկ ասում են, ինչ էին անում, քննադատում են բնականաբար, ասում են վատ ընտանիքներ վատ դաստիարակություն են բերում ընտանիքներ, երեխաները նայում են, մարդիկ ասում են, մենք չենք թողում մեր երեխաները կարգին հաղորդում նայեն, հիմա նույնն է։ Դու համաձայն ես դրա հետ։ Միշտ է եղել դա, չէ, ես իհարկե համաձայն չեմ։ Կան հումորներ, որոնք որ կարծում ես չպետք է լինեն, չպետք է օրինակ որոշակի թեմաների շուրջ հումորներ անել։ Նայեք, դրա համար ես ասացի քիչ առաջ հետեւյալը, որ ժամանակին եթե կային 20 հոգի ստենդափ անող, այն հումորները, որ չընկալվեց հանրության կողմից, պարզապես դուրս մնացին։ Այսինքն, եթե դու թե տեսանելիության առումով համացանցը մի քիչ ավելի այլ է, էլի։ Երբ որ հանդիսատեսը գալիս նայում է ինչ-որ բան չի հավանում, երկրորդինը չի գնում։ Ու ինքնստինքյան արդեն մարում է այդ ներկայացում, այդ հասկանալի է, որ թեմաներն են, որոնց շուրջ կարծում ես հումոր չպետք է անել։ Որակապես այդ թեմաները ասել ձեզ բան է։ Ինձ թվում է մի քիչ, գիտեք որ թեմաները բանի հետ մեր ոնց ասեմ, քրիստոնեության, աստվածաշնչի բանի հետ կապված ինչ-որ հումորներ, որ անում են, չի ընկալվում հանրության կողմից, շատ-շատերի կողմից։ Օրինակ ես տեսել եմ, գիտեմ, ներկայացումներ կան, որ այդ տեսակ հումորներ անում են, մարդիկ դահլիճից դուրս են գալիս։ Հիմա անվանական չեմ ուզում ասեմ ում ներկայացումներինն է, բայց ամեն դեպքում պետքա դա էլ հաշվի առնեն, որ այդ տեսակ բաների վրա հումոր պետք չի անել։ Գեղարվեստական ֆիլմերում չկա, դեռ կա այդ խնդիրը, որ քեզ չեն վստահում, այսպես ասած լուրջ դերեր։ Չկամ վաղուց, հա, գեղարվեստական ֆիլմերում, բայց շատ շուտով ապրիլ ամսից սկսելու ենք մի հատ ֆիլմ, շատ հետաքրքիր գեղարվեստական ֆիլմ, գլխավոր դերերում ես եմ լինելու։ Շատ չեմ ուզում ճակերտները բացեմ, բայց ֆիլմի 30-ից 40%-ը նկարահանվելու Հնդկաստանում։ Մի խոսքով հնդկա-հայկական շատ հետաքրքիր մի հատ գեղարվեստական ֆիլմ հումորային։ Դա ձեր պրոդյուսինգն է։ Չէ, մեր պրոդյուսինգը չի, բայց այն մարդիկ են անում, որոնք որ վստահել են ինձ գլխավոր դերը, ոչ միայն ես եմ, 5-6 հոգի են գլխավոր դերում, բայց վստահություն կա։ Հումորային նախագիծ է։ Հա, իհարկե, հումորային գեղարվեստական ֆիլմ։ Իսկ եթե գանք այդ երկրորդ հարցից, լուրջ կերպարները, դե չգիտեմ, լուրջներ, մի հատ խնդրում եմ ինձ ասեք վերջին նկարահանած լուրջ գեղարվեստական ֆիլմը։ հա, քիչ են նկարահանվում, բայց ամեն դեպքում նկարում, ուրեմն այնտեղ կան ավելի օրինակ եմ ասում դուքյան թատրոնի դերասաններ ավելի լուրջ, ավելի բան, ինձ չեն տեսնում, երևի չեն տեսնում, չգիտեմ։ Որովհետև օրինակ եթե նույն ոլորտից խոսենք, Մկրտիչ Արզումանյանը, որը եւս հանրությանը ի սկզբանե հայտնի էր որպես հումորային դերասան, Մկրտիչ Արզումանյանը այսօր նկարահանվում է տարբեր դրամատիկ նաեւ կերպարներում։ Այսինքն այդ խնդիրը որպես այդպեսին, որ եթե հումոր է արել, չենք կարող լուրջ դեր վստահել, չկա փաստացի։ Հա, դե փաստացի չկա, բայց դա հիմա ինչ չեն վստահում։ Երևի մի քիչ ավելի բան եմ, ոչ լուրջ եմ, հա, տրամադրվում այդ տեսակ բաներին, չգիտեմ։ Ես մտածում եմ հումորը ավելի դժվար է,
ամեն դեպքում ծիծաղեցնել մարդուն ավելի դժվար է, քան լացեցնելը։ Քանի որ ասացիր, որ հումորային սկեթչեր նաև ինքդ ես անում համացանցով, նկատել եմ, որ այդտեղ ներգրավել ես նաև ընտանիքիդ անդամներին, երեխաներին, կնոջդ, ինչու։ Հետաքրքիր է այդպես լինում։ Ավելի շահավետ, ավելի շատ մարդանայում։ Չէ, նայ դիտելիության քանակի հետ կապված չեմ անում ինչ-որ բան։ Անում եմ պարզապես ինձ է հետաքրքիր, իմ ընկերներին է հետաքրքիր, ովքեր նայում են, ու շատ մարդիկ ասում են օրինակի համար, շատ լավ է, երբ որ ինչ-որ հումոր ես անում ու կնոջդ հետ կամ երեխաներիդ հետ, հետաքրքիր է, գրում են անգամ, որ էլի արեք ինչ-որ բաներ հետաքրքիր։ Գիտեմ, որ սկզբում բավականին երկար տարիներ կնոջը թույլ չես տվել, չէ, որ աշխատի, բայց հիմա Instagram-ում բավականին ակտիվ է։ Դե հա, դե հեռուստատեսության ոլորտում չեմ կարծում, որ կուզի աշխատի կամ թատրոնում, բայց այն ինչ որ անում ենք, միասին ենք անում, տեղյակ ենք, ու ինչ որ անում ենք, հեռուստատեսությունից դուրս ենք անում, այսինքն համացանցում նորմալ է, հիմա թողան, այսօր օրինակ մի հատ խնդալու բաներ արել, շատ եմ խնդած առավոտ։ Նկատել եմ մի քանի վիդեոներ կային, որտեղ հումորային իհարկե կոնտեքստում ներկայացնում ես, որ դավաճանել ես կնոջդ եւ կինդ այսպես քեզ ծեծել է եւ Այդ որներ չեմ հիշում, բայց մեկը կար, որ գլխին ամ ջուր լցնում։ Գրտնակով սենց պահել է։ Հա, այդ երգն է, հա։ Այդտեղ ուզում եմ հասկանալ, մտավախություն չունես, որ էլի թեմաներ են, որոնք որ կարծրատիպային են, թե ուզում էիր հակառակը ցույց տալ, որ թեմաներ են, որ չի կարելի կնոջը դավաճանել, որովհետև այսօր է կընկնենք։ Մոտավորապես մինիմում այդ օրը կընկնենք։ բռնություն ենք էլի քարոզում։ Չէ, դա հումորային նյութ է, որը որ չեմ կարծում մարդիկ որպես այդ տեսակ կընկալեն։ Եթե դուք այդ տեսակ եք ընկալում, խնդիր չկա, բայց ես կարծում եմ, որ այդ տեսակ այն մարդիկ, ովքեր որ նայում են, պարզապես որպես հումոր ծիծաղում են, անցնում են գնում։ Բայց նույն այդ հումորով կարող ենք շատ լուրջ թեմաներ առաջ տանել եւ լուրջ թեմաների մասին։ Ամեն դեպքում այդ հումորը տանում է նրան, որ իրականում պետք չի դավաճանել։ Իրականում սիրեք այն ինչ ունեք։ Մենք միշտ երկար տարիներ ինչ հումորներ որ արել ենք, չենք շրջանցել նույն այդ դավաճանության թեման, ու տպավորությունն է, որ մենք անընդհատ դավաճանության թեմայով խոսում ենք եւ ծիծաղում ենք դրա վրա, բայց իրականում դա իսկապես լուրջ խնդիր է եւ չպետք է դրա վրա ծիծաղել։ Իհարկե լուրջ խնդիր է, բայց երբ որ այդ լուրջ խնդիրը դու ներկայացնում ես հումորով, ու դու միանշանակ գիտես, որ դու ինքդ այդ թեմաների մեջ կոպիտ ասածա չկաս, դրա համար ավելի ճիշտ կլինի նայեն, ծիծաղեն, անցնեն։ Բայց նայում ծիծաղում անցնում են, թե մտածում են վայ։ Չէ, չեմ կարծում։ Օրինակ իմ տեսանյութերի տակ նայող ծիծաղող անցնողներ եւ նայող ծիծաղող էլի մնացող հետագայում, ապագայում էլի ինչ-որ բաներ անելու համար մնում են համացանցում, որ նայեն ծիծաղելու ու մնալու համար։ Իսկ ովքեր որ նայում են չեն ծիծաղում, վատ բաներ են գրում, Աստված իրանց հետ, իրանք էլ իրանց համար էլ պետք է աշխատես։ Անդո նաև պրոդյուսինգով է զբաղվում, նկարում եք սիթքոմեր, եւ այսօր շատերն են նկարում սիթքոմեր։ Մրցակցային է այն սիթքոմերը, որոնք որ դու ես նկարում, եւ արդյոք էժանա սիթքոմ նկարելը, որ շատերը այդպես նկարում են։ Նայեք, օրինակ մենք արեցինք էժանի առումով, այդ առումով չէ, որ երկար ենք նկարում, պարզապես սիրելու առումով իրան թույլ ենք տալիս, մենք մի քանի եթերաշրջան անենք, օրինակ La Casa de Papa հեռուստասերիալը 4-3 եթերաշրջան արեցինք ու մինչև այսօր համացանցում ցնցում է։ Չէ, ոչ թե ցնցում է, այլ հեռուստադիտողը հարցնում է 4-րդը երբ է լինելու, այսինքն երբ որ անում ես լավ բան, ինքը տարածվում է լավով ու իրան հա ուզում են տեսնեն ինչ կատարվեց այդ ընտանիքի հետ, ինչ կատարվեց այդ երեխայի հետ, Սանտա Բարբարան ոնց էր, որ հա անում էին, հա մարդիկ նստած նայում էին լարված ու հա ուզում էին նային։ Հիմա երբ որ լավ բան ես անում, հանրությունը ուզում է այդ լավ բանը եւս մեկ անգամ տեսնել, հա պահանջում է։ Բայց էժան են թե թանկ են դրանք նկարելը, հաճույքը, պատճառելը։ Ֆինանսի մասին է ասում։ Միանշանակ թանկ են։ Չեմ ասում գեղարվեստական ֆիլմի բյուջեն ունի, բայց ամեն դեպքում մինիմում 25-30 միլիոնից սկսվում է։ 16 մասանոց սերիալ նկարել։ Մրցակցություն որպես այդպեսին չեմ տեսնում, եթե լավ ենք անում, եթե դա էլի ուզում են, ուրեմն ինչու չանենք։ Թող արդեն
կողքի անողները մտածեն, մենք ենք իրանց մրցակից, թե իրանք մեզ։ Շնորհակալ եմ Անդո հետաքրքիր ու անկեղծ զրույցի համար։ Ձեզ նույնպես Աննա ջան։ Այսպիսին էր Անդրանիկ Հարությունյանի կյանքի Breakpoint-ը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ ու սպասել մեզ հաջորդ շաբաթ։ Breakpoint Բեկումնային պատմություններ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր